ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Բառից դե յուրե իմաստով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում կրկնեց սպառնալիքները, որ նախընտրական շրջանում հնչեցրել էր ընդդիմախոսների Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Առաջին երկուսի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառված։ Այսօր նոր մեղադրանքներ է ներկայացվել նաեւ նախկին երկու նախագահներին Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Ատում եք հավանաբար նաեւ նախագահ Քոչարյանին, որովհետեւ ձեզ հետ չի պայմանավորվել։ Ինչպես շատերը 18 թվականից հետո ձեզ հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել։ Եվ նաև այն պատճառը, որ ինքը հաղթած երկրի ղեկավարը։ Երեք դուք այստեղ մի նկատառում եք անում, որ գիտեք, այդ ձեր հաղթած նախագահին ես հաղթել եմ։ Բայց դա ձեր հաղթածի կեցվածքա։ Հաղթած իրականում ընտրություն հաղթած, փաստացի երկրի ղեկավար հաստատված անձը նման վրեժխնդրությամբ լծվում բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Մինչ իրավապահները Քոչարյանին, նաև նրա պատգամավոր որդու բնակարաններում խուզարկություններ էին անում, երկրորդ նախագահի առաջնորդած Հայաստան խմբակցությունը խորհուրդ է անում, պնդում էր գործընթացն իրավական չէ, քաղաքական է, իրավապահները կատարել են վարչապետի հրահանգը։ Լևոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյան երեկվա սուր հակադարձություններից ժամեր անց։ Վայ, հրահանգը տվեց։ Լալահարաջ Թվարկելով այն գույքերը, որոնք իրավապահների պնդմամբ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները խախտումներով են ձեռք բերել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Թե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ինչի կասկադում ես հող չունեմ, ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչի հյուրանոց չունեմ։ Իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես միամիտն եմ։ Վարչապետը ձեռնպահ չմնաց մեկնաբանել նախաքննության փուլում գտնվող գործը։ Իրավապահների թվարկած ենթադրյալ խախտումները փաստ համարեց, բայց ոչ նորություն։ Իրավապահներին միակ հարցը, որ ուներ վարչապետը, ինչու 8 տարի հետո։ Քոչարյանի թիմն է ասում, եթե անօրինականություն լիներ, 8 տարվա ընթացքում այս իշխանությունը գտած կլիներ։ Այո, պետք է նստեն։ Այո, սաղունեց քվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էիք անում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բայց երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պետք է ասի դա։ Իրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետեւ սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի։ Ժողովուրդը պահանջում, այսօր նույնը ձերն է, նույնը գերմանացիք էին, կա հայտնի ելույթ, Գեբելսի ելույթը կոչվում է ամբողջական պատերազմի ելույթ, որը հայտնի է վերջի ֆրազը, ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կմոլեգնի փոթորիկը։ Այդ ժամ ու կեսանոց ելույթում Գեբելսը 100 անգամից ավել ժողովուրդ բառն է օգտագործել։ Այդ բոլշևիկա նացիստական բռնակալություն եք սարքել։ Ընդդիմությունը պնդեց մեջբերեմ իշխանությունն իր ապօրինությունները ժողովրդի պահանջով է արդարացնում, ծառայեցնելով պետական ապարատը մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը, սա ևս մեջբերում էր։ Իշխանությունը մնաց իր տեսակետին, որ իրավապահները թալանի հետևից են գնացել։ Նոր սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու գաղափարից չհրաժարված 4-րդ հանրապետության հիմնադրումից խոսող Նիկոլ Փաշինյանը ըստ ընդդիմադիր Հայաստանի դիմադրության օջախներն է այժմ վերացնում։ Որպեսզի կարողանա հասցնել իր նպատակին եւ բավարարի ամբողջական Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, բոլոր դիմադրության օջախները պետք է ինքը ոչնչացնի։ Հիմա ամեն մեկին ինչ մեղադրանք կկպցնան, որպեսզի կարողանան ազատությունից զրկել, դա արդեն թողնված է քննչական մարմինների վառ երևակայության։ Ինչ կապ ունի ստեղ վրեժխնդրությունը, ինչ կապ ունի ստեղ ազգային արժեքները, Թուրքը, չգիտեմ, Դավաճանը, ինչ ասեմ, Կտրիչ Ներսիսյանը, կարող եք գալ եւ մեկ հոդաբաշխ բացատրություն տալ։ Ո՞նց է հնարավոր, որ տարածքը առնում ես 40 միլիոն դրամով, փոխանակում ես մյուս տարածքի հետ նույն չափսի, որը պետական է, ու վուալյա 1 միլիարդ 700 միլիոն դոլար քյար ես անում։ Ընդհանրապես դուք չեք հոգնել այդ ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ Գողոնի Վահան
Վահանի վերածելուց։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այսօրվա գործողություններն ուղերձ է նաև իր մտերիմներին։ Նա հիշեց նաև Հովիկ Աղազարյանին, որով իրավապահները ակտիվորեն սկսեցին հետաքրքրվել քաղաքացիական պայմանագրից հեռացվելուց հետո։ Ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ։ Վարչապետ Փաշինյանն այսօր հայտը արեց 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանն է տվել մարտի 1-ի սպանությունների հրահանգը։ Գործը կրկնեց բացահայտված է։ Իսկ դատաիրավական համակարգին, որ նրա ձևակերպմամբ կառավարությունից անկախ է, մեղադրեց նախկին օլիգարխներից փող վերցնելու բացահայտումը հետաձգելու մեջ։ Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում մարտի 1-ի մի դրվագ չկա, որը բացահայտված չի։ Մարտի 1-ի սպանությունների գործը քննում է նույն հակակոռուպցիոն կոմիտեն, որի այսօրվա բացահայտումը Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ չէր դնում։